գուշակի, թե ինչ է տուփի ներսում, որպեսզի հաղթես։ Այսօր իմ եղբայրը ինձանից թաքուն պատրաստել է 10 տարբեր բաներ, որոնք շոշափելով պետք է գուշակեմ, թե որը ինչ է։ Եթե գուշակեմ ավելի շատ, ապա կհաղթեմ։ Այն պայման դիտեք մինչև վերջ, վստահ եմ, որ ձեզ համար շատ հետաքրքիր կլինի։ Դե ինչ, փուլ առաջին, հիմա ես պետք է հագնեմ այս դիմակը եւ այստեղ դնեն ինչ-որ իր եւ շոշափելու օգնությամբ գուշակեմ, թե ինչ իր է։ Ինչ-որ կլոր բան է, ու շատ ինդ է, ու ինչ-որ ցավացնող, ինչ-որ տես մատերիալ է, պատկերս չունեմ ինչ կարող է լինել։ Մենք սենց իրում է, տանիշ։ Ես այս փուլը համբում եմ, որովհետև անհասկանալի է, թե սա ինչ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ է այստեղ, հիմա եկեք տեսնենք։ Ես ոնց էի սա գուշակելու, ես նույնիսկ պատկերացնում չունեի, որ սա կդնեին, ես մոռացել էի այս իրի մասին։ Բայց շատ հետաքրքիր սկսեցինք, գնացինք երկրորդ փուլ։ Փուլ 2 կրկին հագնեմ այս դիմակը։ Վերջ։ Եկեք տեսնենք։ Սա ինչ է։ Ինչ-որ կոճակներ կան վրան, անհասկանալի է։ Իմ 3D ռուչկան է։ Այո, ճիշտ գուշակեցի, իմ 3D ռուչկան է։ Ասեմ, էլի դժվար էր, ուղղակի ես սա շատ եմ օգտագործում, դրա համար արդեն 3 կրկին պետք է հագնեմ այս դիմակը։ Հույս ունենանք այս անգամ կրկին կգուշակեմ։ Վերջ։ Ինչ-որ, չգիտեմ, օբս է, չգիտեմ ինչ է, այստեղ, ինչ-որ բան բացեցի։ Անհասկանալի է շատ։ Ինչ-որ ինքը փափուկ է ու լույս ոնց էր փափուկ չի։ Անհասկանալի։ Ոնց որ ավելի կոշտ է ինքը, անհասկանալի է։ Այստեղ մի հատիկ էլ կա այսպիսին։ Եղեք ինչ-որ հոտ զգացի ու ես ոնց էր գրավում եմ ինչի հոտ է, օճառ է։ Այո, եթե հոտը չլիներ, ես չէի գուշակի, բայց եթե ինչ հետաքրքիր օճառ էր, տեսնեմ։ Այսպիսի գեղեցիկ օճառներ էին, այսպիսի 2 օճառներ։ Ինձ ամանը շատ ուժեղ շփոթեցրեց, բայց հոտը օգնեց։ Կարողացա գուշակել հոտի շնորհիվ։ Գնացինք 4-րդ փուլ։ Փուլ 4-րդ, գնացինք, ես արդեն դիմակով եմ։ Արդեն շատ հետաքրքիր է, թե ինչ այնտեղ, շատ է դուր գալի այս իմ չելենջը։ Սխմում ես, ինքը ոնց որ փափուկ է, բայց այդ միացնում կոշտ է այստեղ ովքիր է։ Ինչ-որ միրգ է երևի, կամ ինչ-որ բանջարեղեն է։ Ոյ, շատ դժվար է։ Նարինջ է։ Ոչ, բայց շատ էր նման այդ նարինջի հետ կեղևին։ Լիմոն էր, ես պատկերացնում չունեի լիմոն։ Ինձ թվում էր համ նարինջինը, համ լիմոնինը նման է այս կեղևը, ու ես մտածում էի, որ սա նարինջ կլինի։ Պարտվեցի։ Գնացինք 5-րդ փուլ։ Երեխեք, մինչ անցնենք 5-րդ փուլին, միանգամից սեղմեք մոխրագույն նշանին եւ դրեք ձեր լայքը, եթե ուզում եք շատ չելենջներ, առաջադրանքներով վիդեոներ։ Իսկ ես հագնեմ դիմակը։ Ինչ-որ ուղղանկյուն է, այստեղ ամենասկզբից, հետո այսպիսի բարձրանում է, ուղղանկյունով, այսպես հետո բարձրանում է, ինքը ունի 4 ակ, ինչ-որ ակ է ստատ, կարամ չեք ես ունեմ 2 հատ կինդերը խաղալիք այսպիսի ակով ու ինձ թվում է, որ սա սկեյթն է, որովհետև սկեյթը ավելի մեծ էր, քան մեքենան։ Այո, փուլ 6 կամ 7, լավ ինչ այստեղ։ Մի անգամից կարող եմ ասել, բայց ակնոցա։
Ակնոցը շատ հեշտ է, որովհետև ինքը այստեղ բացվում է երկու հատ, ես մի անգամ սա շոշափեցի եւ երկված ունի այսպիսի աչքեր։ Ինչ որ ձեն եմ դստում արդեն։ Որ աչքերս փակել տարբեր տեսակի ձենել է լսում, հիմա իմ սա առնա, բայց եկեք արդեն դիչենք։ Մագնիտները, ձենից արդեն հասկանալ է, ուղղակի շատ աչքեր։ Դե սա հենց ձենից արդեն հասկանալի է։ Դասինք հաջորդ փուլ։ Կլոր տափակա ու այստեղ ունի ան։ Ինչ-որ բան պատտվում է։ Գիտա։ Կարող է այն իմ խաղի անիվն է։ Մաջորդն է։ Այո։ Ճիշտ գուշակեցի, այս պատտվող բանը սլաքը ինձ ամեն ինչ ասեց։ Ինչ կա լինելու։ Դեռ ինչ-որ անց կա, կոճակ կա, ինքսուն բանոն է, որ տետրերը կպցնում են էրկաննը, երխակ չգիտեմ այստեղ ինչ-որ անց կա ու կոճակ, ինձ թվում է կարող է լինի ստեպլեր, որտեղ ստեպլերը նման է, եկեք տեսնենք արդյոք սա ստեպլերը ճիշտ եմ թե սխալ, սխալ եմ, ինչ է, շատ հետաքրքիր է, սերի ինչ, բայց այս սրիչը իրոք շատ նման է ստեպլերը, ես թվում է սա ստեպլեր կրինի։ Էլ ինչ-որ կլոր բան է, անում բացեմ։ Այս ինչ է։ Անհասկանալի է։ Ուլում։ Ձերքս անեցիր։ Ինչ այսքանով վերջ, դրեք լայքերը, բաժանորդագիրվեք ալիքին և սպասեք հաջորդ վիդեոին։